Օրերս Նինոց Մինդիայի երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում, որը կազմակերպել էր Թբիլիսիի մեդիա զարգացման հիմնադրամը։ Նպատակն էր տարածաշրջանում ապրող հասարակությանը տեղեկացնել Եվրատլանտյան ինտեգրման մասին։ Միևնույն ժամանակ տեղեկություն տալ այն մասին, թե ինչպիսի հակաարևմտյան պրոպագանդային կեղծ տարածություններ կան Վրաստանում, որը կարող է բավականին ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Ուժեղացել է դեռ 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններից։ Փակտերից հարաստորի կազմոցեմա միսի դամախինջება და უბრალოდ მარტივად ვთქვათ, ყუილის გავრცელება ძალიან ეხერხებათ რუსეთის სახელმწიფო არხებს. მედიის განვითარების ფონდი საქართველოს რეგიონებში ატარებს მრგვალი მაგიდის შეხვედრებს. Մեդիա զարգացման հիմնադրամը Վրաստանի տարածաշրջաններում անցկացնում է կլոր սեղանի հանդիպումներ։ Այս հանդիպումների թեման է Եվրոատլանտյան ինտեգրումը, փաստեր եւ առասպելներ։ Մեր ուսումնասիրությունների եւ մեդիա մոնիթորինգների արդյունքում լավ է երևում, որ Վրաստանում ակտիվ գործում է հակաարևմտյան պրոպագանդան, որի նպատակն է հասարակությանը մատուցել կեղծ տեղեկատվություն, որպեսզի հասարակության մեջ արմատավորվի հակաարևմտյան տրամադրվածությունը։ Այսօր մեր հանդիպումը Նինոց Մինդիայում էր, որտեղ զրուցեցինք այն առասպելների, այն ճիշտ տեղեկատվությունների մասին, որոնք տարածվում են տարբեր քաղաքագետների, կազմակերպությունների կամ որոշ անձանց կողմից, որպեսզի Վրաստանում տարածվի հակաարևմտյան տրամադրվածությունը։ Տեղի բնակչությանը մենք հաղորդեցինք տեղեկատվություն այն մասին, որ գոյություն ունի տնտեսական, մշակութային, քաղաքական բնույթի առասպելներ։ Մեզ հետ բերել ենք ստուգել, ճշգրտած առասպելներ։ Պարզաբանեցինք, թե ինչ բնույթի կեղծ տեղեկության հետ գործ ունենք։ Նաև ծանոթացանք մեր կայքի հետ։ Բացատրեցինք հիմնական կետերը, որոնք ունի Վրաստանի եվրոինտեգրման ուղղությամբ։ Ասոցիացիան պայմանագիրը ստորագրելուց ելնելով ամենակարևորը համենայնդեպս հասարակության տեղեկացված լինելու մակարդակի բարձրացումն է, եւ մեր նպատակն է հասարակությունը ստանա տարբեր բնույթի տեղեկություն, անձամբ որոշի ստուգի այն տեղեկությունը, որոնք տարածվում են հակաարևմտյան տրամադրվածությանը։ Საზოგადოებამ მიიღოს სხვადასხვა სახის ინფორმაცია, თავად განსაჯოს, თავად გადაამოწმოს სხვადასხვა სახის მითები, რომლებიც მასში საზოგადოებაში ანტიდასავლურ განწყობებს ქმნიან და აღვივებენ. Ვერ წარმოგიდგენიათ ალბათ, რომ ვინმეს უნდოდეს ბავშვს ომი. Եվ բնականաբար ինքներդ էլ եք հասկանում, որ այսպիսի փոքր տարիքի երեխան հազիվ թե պատերազմ ուզեր։ Აქვე ჩვენ საიძეც არის ეს վիդեո განთავსებული, ეხლაც განახებთ. Այս տեսանյութը հիմա որ կցուցադրենք, սա սայթում է կա. Там сообщили сегодня в командовании сил КНР. 10-летняя девочка была убита в Петровском районе Донецка. Я очень хочу выяснить, что же произошло с этой 10-летней девочкой. Несколько российских телеканалов сообщили, что она была убита в результате обстрела. Она погибла после артобстрела. А где это было? Ներկայացնակիցների հավաստմամբ նման հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն է տալիս ավելի քաջատեղյակ լինել այն բոլոր իրադարձություններին, որոնք կատարվում են երկրի ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դա լինի քաղաքական, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներից, չէ՞ որ դրանք վերաբերվում են յուրաքանչյուր Վրաստանի քաղաքացուն։ Սա Վրաստանի մեդիա ցենտրի զարգացման կենտրոնից էին, նրանց նպատակը հիմնականում հանդիսանում էր նրանում, որ Վրաստանում ավելի խորապես ուսումնասիրեն ՆԱՏՕ-ի պահանջները, ինտեգրման հարցը, մանրամասնությունները այդ ուղղությամբ էին, որպեսզի ինչ կտա ՆԱՏՕ-ի հետ համագործակցման այս երևույթներ եւ այլն եւ այլն։ Այս մանրամասնությունները այսօր ուղղակի սա ծանոթացման համար ծրագիր էր, ոչ թե տրեյնինգ վերապատրաստման համար, այլ ծանոթացման համար։ Հարկավոր է, որովհետեւ ինֆորմացիան լիարժեք ստանալը դա նշանակում է, որ դու քո օրենքից, դու քո քաղաքական կյանքին արդեն դու ծանոթանում ես եւ լուրջ կարող ես քայլ կիրառել ընտրության որոշման հարցում։ Իսկ այսպիսի ինֆորմացիոն փոքրիկ հանդիպումները սրանք կարևորվում են հենց նրանով, որ ինֆորմացիան կարևոր է ստանալ։ Ինչ է կուրորեն գնաց դեպի նպատակակետ, ինչ է իմացաբար գնաց նպատակակետ։ Այդ առումով ես գտնում եմ, որ սրանք անհրաժեշտ։ Իհարկե, լրատվամիջոցները դրանք հանդիսանալով այսօրվա դրությամբ որպես պրոպագանդայի մի ձև հանրությանը տեղյակ պահելու անհրաժեշտություն կա համագործակցել նրանց հետ, որպեսզի հասարակությունը այս փոքրիկ սենյակով չսահմանափակվի, այլ հասարակությունը տեղեկանա նաև ՍԼՄ-ների միջոցով։ Ինչպես վերջում հավելեց մեդիա զարգացման հիմնադրամի հետաքննող, այսպիսի վարժանքներ անցկացրել են նաև Ախալքալաքում, Ախալցիխեում, Կախեթիում, Դիմանիսիում եւ Մարնեուլում։ Հանդիպումները նախատեսված են նաև Արևմտյան Վրաստանում։ Նախագիծը գործում է դեռևս 2014 թվականից, որը ֆինանսավորվում է Արևմուտք Արևելք կառավարման ինստիտուտի կողմից։ Այս նկարը տեսնելով ուկրաինական պատերազմական